Ով ունիմ երկինքը, երկրի վրա էլ քեզնից բացի ուրիշ մեկը չեմ ուզեր։ Հայր քո ներկայությանը կգարոդինք։ Ինչպես Մարգարետ Մովսեսը առանց քո ներկայության դեղաշարժ, դեղաքայլ չեր ուզում գդարել, նույն այսօր հայր չենք ուզեր ոչ մի քայլ առաջ գնալ, եթե քո ներկայությունը մեզի հետ չլինի։ Փառած Աստված, ողորմած, շնորհած եւ քթած հայր։ Որդվույթ մեր փրկին Տեր Հիսուսի անունով է, որ այստեղ կանգնած եւ ժողոված ենք այս առավոտ։ Եվ կհավատանք եւ գիտենք, որ ըստ քո խոստման այստեղ պիտի լինես, եթե 2 եւ 3 հոգուց ավել քեզ փնտրելու քո ծարավն ունենալու նպատակով ենք այստեղ։ Հայր, ինչպես որ ենք քեզի գուքանք։ Քու խոսքդ երկսայրի սուրի նման է, որ գտապանց է միջև հոտվածները, ձուծը մեր խորքու ամենաթակուն հատվածը, այնտեղ զննելու, քննելու, հայտնելու, մեր վիճակը մեզ ցույց տալու եւ քո լուծումով, քո փրկության, փրկակնման հայթայթումով մեզ ազատագրելու։ Դեր ադոր համար ենք այսօր այստեղ։ Նաև հայր այստեղ ենք յուրաքանչյուրս մեր փերներով, մեր պետքերով, մեր գարիկներով։ Դեր այդ բոլորը օրհնյալ եւ շնորհած գայի դարչև գուզենք թողնել։ Դեր Պերնաթափի մեզ և քո լուծը մեզ վրա վերցնելով, որը բարի է, որը թեթև է, որը հաճելի է, քո պատվերները, քո խոստումները, քո խոսքը, քո ներկայությունը, քո հոգին, քո պատգամները քեզ մեզ հետ առնելով այստեղից գնանք։ Փառավորյալ ես անցյալ, ներկա եւ ողջ հավիտենական տարերում։ Ամեն։ Վերջերս մեկը մոտեցավ ինձի եւ հետեւյալ հարցը տվեց. Ինչպես անենք, որ շատ մարդիկ եկեղեցի կան։ Ինչ ունենք, որ շատ ժողովուրդ մեր եկեղեցին հաճախեն, լցվի եւ իրեն նայեցա եւ պատասխանս հետեւյալն էր, ասի ինչու պետք է կան մեր եկեղեցին։ Ինչու համար պետք է ժողովուրդ կան մեր եկեղեցին։ Ինչ կա իրենց համար այս եկեղեցում, ինչ ենք առաջարկում իրենց, ինչ ենք տալիս իրանց, որպեսզի հրաբուրվեն եւ գան այս եկեղեցի։ Ասեց Աստծո խոսքն ենք տալիս եւ օքեյ։ Եվ հարց տվի, ասի, տուն ինչու համար հաճախում ես այս եկեղեցին։ Ասի երբ էր վերջին անգամ տուն մեկ հոգի հրավիրեցիր այս եկեղեցի։ Եթե ուզում ես, որ այդքան շատ ժողովուրդ կա այս եկեղեցին, դու երբևիցե այդ փափակիտ մեջ ներդրում կատարեցիր, մեկ հոգի, երբ էր վերջին անգամ մեկումը հրավիրեցիր այս եկեղեցին։
Եվ եթե հրավիրեցիր, ինչ էր արձագանքը հրավիրվողի կողմէ։ Հարցեր են, որոնք ոչ միայն այս եկեղեցուն կվերապերվի, այլ այսարակ ընդհանրական եկեղեցուն։ Դու ինչու համար այս առավոտ եկեղեցի եկար։ Ես ինչու համար այս առավոտ եկեղեցի եկա։ Բիդեսես լավ, ես եկա, որովհետև պիտի քարոզեմ, որովհետև հովիվն եմ, պետք է պատկամ դամ։ Ես քարոզելու համար չեկա այսօր այս եկեղեցի սիրելիներ։ Դերը գիտե բոլորի սրտերը։ Դերը բոլորի սրտերը գիտե։ Այս առավոտ այստեղ եմ եկել, որ դեր քեզ եմ ուզում։ I want you, Father God. Քեզ եմ ուզում, դեր, ես քեզ եմ ուզում։ Հայր, քեզ եմ ուզում։ Թվոց 11 Թվոց 11 Առաջին համար ընթերցեմ եւ 4-ից 6-ը Ժողովուրդը չարաչար գդրդնչեր Աստծո արգանչներում մեջ, ոսկսե արջև, բայց բնակիրը գսե Աստծո արգանչներում մեջ գսե չարաչար գդրդնչար ժողովուրդը։ Վիպ որ Աստծո արգանչներում ես գդրդնչած, դերը գլսե եւ գսե դերը լսեց եւ իր փարգությունը փորփոքեցավ ու դերոջը գրագը վարվեցավ անոնց մեջ եւ փանագին ձայրի եղողները գործընծուց փանագին այսին ժողովքի ձայրի գոմինները գսե գործընծուց անոնք որոնք ամենաձայրն էին ամենահերուն էին դարանչատված համարյա իրավիճակում էին ամենաձայրն էին անոնց գսե գործընծուց Չորրորդ համարը գսե եւ անոնց մեջ այդ ժողովրդի մեջ խառնի ջաղանջ բազմությունը ուրիշ բաներու ցանկացին հոսքսե շատ բաներու բնակիրը գսե ուրիշ բաներու ցանկացին other food ուրիշ բաներու ցանկացին այս ուրիշն է այս ուրիշ բաներն են որ մեր կյանքերում մեջ ողբերգություն կբերեն ուրիշ բաներ Jesus plus Հիսուս եւ Հոսե որ մեր ողբերգությունը կսկսի Արաքյալը գսե եթե ուրիշ Քրիստոս մգա եթե ուրիշ հոգի մարնեք եթե ուրիշ ավետարան մգա լավ գնտունիկ կսե բայց ավետարանը ճշմարտությունը կմերժեք Կսե ուրիշ կերագուրի ցանկացան ու Իսրայելի որդիներն ալ դարձյալ կամ նստեցին ու լաց եղան ով մեզի ուդելու միսպիդի դա Եգիպտոսի մեջ մեր ծրիագեր դարձած են մեր ծրի գերած ձուգը վարունգները սեխերը պրասները, սոխը և սխտորները մտկերնից կուքան, վայ, մեր միտկերու մեջ հինը գա, և հիմա մեր անցը չորցավ, մանանային զատ ուրիշ բամը չգա մեր աչկերուն արջև, մանանային զզվեցան, այդ է միտկը. Եգիպտոսի սոխն ու սխտորը և երկնքի մանանան.
Հիմա գիտեք, ամեն ինչ որ հին գդագարանում արձանագրված է եւ ամեն ինչ որ հին գդագարանյան շրջանում դեղի ունեցավ, Աստծո խոսքը մեզ գսե որ այդ բոլորը դեղի ունեցան օրինակի համար։ Մեզի որպես օրինակ եւ դաս ըլլա։ Օրինակ առաջին Կորինթացիս 10:11-ի մեջ Արաքյալ ասիկա շատ հստակ կնե։ Առաջին Կորինթացիս 10:11 եթե գարտանք գսե Քանզի բայց այդ բոլոր բաները իբրև օրինակ կբադային անոնց, իսկ մեզի, քանի որ դարերի վերջը հասավ, խրատ ըլլալու համար կրվեցան։ Խրատ ըլլալու համար կրվեցան։ Եվ Հռոմեացիս 15:4-ը նույն ճշմարտությունը կհաստատի։ Հռոմեացիս 15:4-ի մեջ կսե վասնզի ինչ որ առաջվնե կրվեցավ, այդ բադահացները, դեպքերը կրվեցավ, որ սորվիկ, որբեսի համբերությունով ու կրքերի մխիթարությունով հույս ունենանք։ Ուրեմն Աստծո խոսքը նոր գդագարանի մեջ հստակ կնե, որ ինչ դեպք որ բադայեցավ, գսերդենք Եվ անոնց մեջ են թասեր գվերցնենք մեզի համար, որպեսի սորվինք, զգուշ լանք, նույն զուղակներու մեջ չընկնենք և կարողանամ Աստուծո բնության և գործելակերպի մասին առողջ գաղափար ունենալ, մոտեցում ունենանք և այդ բոլորից մեր կյանքերը ավելի հաստատում մնան կապված Քրիստոսի վրա։ Անցած 7 գիրագիների ընթացքում այսօր պիտի փորձեմ ավարտել անցած 7 գիրագիների ընթացքում մենք տեսանք ինչպես Աստված Իսրայել ժողովրդին կմոտենա Մովսեսի միջոցով եւ անոնց խոստումներ կուտա ես ցեզի պիտի ազատագրեմ ցեզ պիտի փրկեմ ցեզ ինձ ժողովուրդ պիտի դնեմ եւ ցեզի Աստված պիտի լամ եւ պիտի գիտնաք որ ես ցեզ Եգիպտացիներու ծանր բերնեն ազատագրեցի այս 4 խոստումներ կուտա Աստված իր ժողովրդին Եվ այդ բոլոր ընթացագարկը տեսանք Աստված ինչպես է փրկում, փրկակնում, ազատագրում, նպատակասլաց կյանքի վրա բերում եւ Աստված ասում է, որ ես քեզի Աստված պիտի լամ եւ ես քեզ պիտի արժևորեմ, քեզի պիտի տնեմ այնպիսի դիրքի վրա, որ դու իմ որդին ես եւ քո միջոցով իմ ծրագրերը առաջ պիտի տանեմ։ Ուրեմն Աստված իր ժողովուրդը Եգիպտոսեն գազադե հզոր ցերկով ըստ իր խոստման։ Ստրուգութեն է գազադակրե, գարմիր ձովեն գանցկացնի, երգնքեն գգերագրե, գսիրե, գհոքա, գարաչնորդ է, իր ներգայությունը իրենց հետ է, և իր հավիդենական ուղտը անոնց հետ գահաստատ է։ Հիանալի է։ Բայց երբ կհասնենք թվոց այդ հատված, որ իման գարտած է թվոց 11-րդ գլխում, ասիկա դեղի կունենա մոտավորապես 2 տարիներ վերջ։ Թվոց գրքի փոխանցագությունը Իսրայել ժողովուրդը Եգիպտոսեն դուրս գալուց մոտավորապես 2 տարիների ընթացքում է, որ այս դեղի կունենա, եւ մինչեւ 40 տարիներ։ Հոսքը տեսնենք շատ սավալի ճշմարտությունը թեև Իսրայել ժողովուրդը Աստված Եգիպտոսեն դուրս անեց, բայց դեռևս Եգիպտոսից դուրս եկող այս ժողովրդի սրտում Եգիպտոսի անտեպ խորունկ ախորժակ ունեին։ Իրենց ախորժակը դեռևս ուներ Եգիպտոսի նկատմամբ, թեև Աստված երկնային մանանայով էր գերագրում իր ժողովրդին, բայց իր ժողովուրդը ջաշակելով երկնային մանանան, որը Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է, եթե կգտեսնենք նոր գտագարանում, ուտելով մանանան գսե Եգիպտոսի սոխը, սխտորը, պրասան, վարունգը,
սեխերն էին կարոտել, իրենց ախորժակը հին բաներով վրա էր դեռևս։ Հիմա այս վիճակը ոչ միայն Աստուծո ժողովրդի մեջ կտեսնենք, որ վիճակը, որ թեև Եգիպտոսից դուրս են եկել Աստուծո հոգատարության ներքոյին, բայց դեռևս հին բաներուն գցանգան, ախորժակ ունեն։ Այսինքն միայն ոչ միայն Իսրայել ժողովրդի մեջ կտեսնենք, նույնը կբադա, երբ որ մենք Աստվածաշունչը գսերդենք, Աստվածաշունչյան դեպքերը գսերդենք եւ նույնիսկ կասնենք նոր գդագարան, ամբողջ Աստվածաշունչը եւ նոր գդագարանում ալ գտեսնենք նման իրավիճակներ, երբ մարդիկ մեղավորներ Աստուծո շնորհքով փրկության գուքան գփորձվին հնին վերադառնալ։ Օրինակ քաղաքացու հավատացյալները Բողոս Արաքյալ քաղաքացուց 3-րդ գլխի 3-րդ համարում գսեփ դուք գսեփ հոգիովս գսեցաք հիմա մարմնով կվերջացնեք հոգիովս գսան ծարավ դիրոջը հոգվույն ներգործողությունը բայց հիմա դեմը հասավ որ մարմնավոր մարմնի կորձերով գուզեն արդարանալ Եփեսացիս 2:4-ի մեջ գսե զորավոր հավատք ունեին նայեցեք Եփեսացված նամակը որ քաղաքացիս Եփեսացված նամակը երբ որ մենք հայտնության գիրքը գտանք Եփեսացված եկեղեցու նամակը գրել Եփեսացված նամակը երբ որ գարտան հոնգրեսին որ այս Եփեսացված հավատացյալները սիրով լցված էին փծախնդրությամբ վարդապետությամբ եւ արդեն 30-35 տարի քրեթե չի անցնում Եվ երբ որ հայտնության գիրքը ասված կուտա Եփեսացված եկեղեցու նամակը գրել հոնգսե որ քու առաջվան սերդ թողեցիր Սիրով սկսան հիմա սերը թողել է Լավոթիկեի եկեղեցին նմանապես փծախնդիր էին բայց հիմա Քաղ վիճակ եմ, ոչ դակես, ոչ բաղ, և կեզ իմ պերնես դուրս պսխելու վրա եմ, պսխվելիք հավատացյալ դարձր է դեր աստված։ Դավիթը մեղանչեց, Բեդրոսը ուրացավ, Թոմասը գասկածեց, իսկ ես Իսկ դու նման փորձություն ունեցել ենք մեր կյանքում անկասկած Փորձառությունը ցույց կտա որ մեր ոչ քրիստոնեական ճանապարհորդության ընթացքում բազում հավատացյալներ որոնք Համդեսեցին, փորձառություն ունեցան Քրիստոսի փրկագործության, Քրիստոսի փրկագնման, Գարմիր ծովն անցան, մահից կյանքի անցան, երկնային մանանայի համարին, Քրիստոսի համարին, բայց որոշ ժամանակ անց, որոշ ժամանակներ կուքա իրենց կյանքերում, երբ մեր սրտերը կփորձվին անցյալի Եգիպտոսյան աշխարհի սոխ ու սխտորին գարոդել։ Այսինքն մեղավոր կամ մեղքի անտեպ մեր ախորժակը իր գլուխը կվերցնե։ Մեղքի անցյալ մեր մեղքերու անտեպ ախորժակ մը կսկսի առաջանալ մեր մեջ։ Եվ անշուշտ ասեմ ասիգա, ատոր մասինաբակային խոսանք, ասիգա ոչ թե մեր հին մարդու արգայությունն է, այլ մարմնի արգայությունն է, որը Աստծո գսե եւ Բողոս Արաքյան նամակներում շատ հստակ է, որ այն վարգանի, որ մեղավորը գա աշխարհը, հին մարդը Քրիստոս կխաչի խաչի վրա։ Մեր հին մարդը էլ չգա, բայց հին մարդը չլինելով անդ չի նշանակում, որ մենք մարմնի մեջ ենք, մարմնավորը դեռևս արգա է։
հին մարդը չկա, բայց մարմինը կա, եւ մարմինը գցանգա այդ հին եւ գփորձվի ցանգալ մեղքի անցյալի ախորժակին վիճակներին։ Արմարսո խոսքը գսե նոր մարդ հակեք, Քրիստոսի նմանություն ունեցող մարդ հակեք, որպես ես կարողանամ հաղթահարել։ Հիմա փրկության եւ փրկակնման քերակույն նպատականներ, որ մեզ Եգիպտոսի աշխարհի մեղքի իշխանութենեն ազատագրեր նպատակի համար, բայց սա երբեք չի նշանակում, որ փրկությունը, փրկակնումը, Աստծո փրկակորձությունը մեղավորի կյանքում մեզ մեղքի հանդեպ իմյուն պիտի անե։ Չի նշանակում, որ մենք այլևս մեղքի հանդեպ այնպիսի բարիսմ ունենք բողբադե, որ չի կարող ներթափանցել մեր կյանքում։ Դա չէ, ասոր համար Աստված լուծումը տված է, ասոր համար փրկությունը, փրկակնումը Աստված երբ որ գնեմ, որովհետեւ մենք կարողանանք այդ մեղքի հանդեպ այդ պաշտպանություն ունենալ, փրկության երկրորդ ֆեյզը կամ քայլը կամ միջոց Աստված մեզ տված է, որը կգոչվի սրբակորձությունը, որը Սուրբ Հոգին ներգործողությունն է մեղավորիս կյանքում, որ արդարացված մեղավորիս կյանքում, որպեսզի իմ մեջ ինչ ane Եգիպտոսի հնի մեղքի հանդեպ ախորժակս արմադախլե եւ նոր ախորժակ մտնե երկնային մանանայի հանդեպ։ Եվ այս է որ մեր կյանքի հոգևոր կյանքի ամենամեծ ժամանակաշրջանը կբան չէ, փրկությունը ակնթարթային է, այդ սրբության գործը, հավատքից Քրիստոսի պատկերի ձևավորման գործը իմ կյանքում, կյանքի ողջ դեպողությունն է։ Ոմանց մոտ կարող է ակնթարթային լինել, բայց մեծամասամբ փորձը ցույց կտա, որ ժամանակի դեպողությունն է։ Հիմա որոնք էին խորքը գնանք, ինչու համար այդպես եղավ, որոնք էին գլխավոր երկու պատճառները, որով Իսրայել ժողովուրդը Եգիպտոսեն դուրս գալով, հիմա մանանեն է ճաշակում, Աստված կերակրում են, բայց անընդհատ Եգիպտոսյան մեղքի հագումն ունեին եւ այդ սանգություն եւ այդ ախորժակը դեռևս կար, գլխավոր երկու պատճառներ կային, գլխավոր երկու պատճառ։ Առաջինը իրենց ժողովքի մեջ գոյություն ունեցող խառնիճաղանջ ժողովուրդն էին, mixed multitude կամ rebels, խառնիճաղանջ ժողովուրդը, երկրորդը իրենց հիշողությունները։ Բայց երկու ոստեգը տեսնենք։ Գսե խառնիճաղանջ ժողովուրդը գսե ուրիշ գերագուրի ցանկացան եւ Իսրայել ժողովուրդը անոնց հետևեց։ Մաշ եթե դու նույն ցանկությունը ունես, չես հետևի, բայց ավասիկ խառնիճաղանջ ժողովրդի արգայությունը իրենց ժողովքի մեջ ցույց տվեց նրանց սրտի ախորժակը, նրանց հոգու վիճակը։ Հոս գսե խառնիճաղանջ ժողովուրդը ուրիշ բանի ցանկացավ, այս եբրայերենով երբ որ գսել են ցանկացավ բառը, շատ զորավոր մարմնավոր ցանկություն կընտրե, այսինքն կոնտրոլի անհսկելի ցանկություն, որ էլ հսկողութենեն ափերից դուրս է, ուզում եմ ու վերջ։ Այս խառնիճաղանջ ժողովուրդը ովքեր էին, ասոնք
Ելից 12:38-ի մեջ, երբ որ Իսրայել ժողովուրդը արդեն Մովսեսի միջոցով դուրս պիտի գար Եգիպտոսեն փարավոնի, հիշում եք պատմությունը, գսե անոնց միացան խառնիճաղանց ժողովուրդ մնալ, ասոնք անոնք էին, որոնք Եգիպտացի հավանաբար կամ Եգիպտացի ստրուկներն էին, կամ Իսրայելի հետ յոլա գնում էին, եւ կամ նրանք էին, ովքեր հոգնել էին իրենց փարավոն թագավորի խստասիրտությունից եւ այդ բադիժները, որ Աստված բաճեց 10 բադիժներով եւ ուզեցին հեռանալ Եգիպտոսից եւ միացան Իսրայել ժողովրդին։ Ուրեմն խառնիճաղանց ժողովուրդը անոնց հետ էր, թեև Աստուծո Եհովայի ամենազոր հրաշներին ագանադես եղել էին, բայց ուխտ չունեին Իսրայելի ուխտ չունեին, հավատարմության այսպես ուխտ չունեին։ Զուտ Իսրայել ժողովրդի միացան, որպեսզի ազատագրվեն եւ վայելեն այն բարիքները, որ Աստված իր ժողովրդին տալիս է, իրենց էլ օգտվեին։ Իվանոն կսե ցանկացան, հոգնեցին, զզվեցին մանանայից եւ իրենց այս հոգեվիճակը, աբստամբ հոգեվիճակը, մեղքի անտեպ մարմնավոր ցանկությունը, որ այս խառնիճաղանց ժողովուրդը ունեն, այսինքն փոխանցվեց, փոխանցիկ միկրոբի նման, աղետի նման փոխանցվեց Իսրայել ժողովրդին։ Եվ անոնք էլ գսե ավելի հերու գնացին իրենց աբստամբության դիրքորոշման մեջ։ Զգուշ լինեմ, ում հետ ընկերակցություն եմ անում, ով գա իմ ժողովքիս մեջ, որ Աստծո խոսքը շատ հստակ է անում, չար ընկերակցությունը բարի վարքը ապագանում է։ Առաջին Կորինթացիս 15:33։ Զարմանալի, որ գրեթե չենք հանդիպիր, որ բարի վարք ունեցողը չար ընկերակցությանը վրա ազդում է։ Այդպես գա իրական, բայց չենք հանդիպում նման հստակ համարեն, ավիշակ ասե չար ընկերակցությունը ազդում է բարի վարքը ապագանում է։ Եվ ինչ այս բարական եղավ, զգուշ լինեմ, ում հետ եմ հաղորդակցվում։ Այսինքն խառնիճաղանց ժողովուրդը պատկերն են մեր ներսիթին մարմնի ցանկություններին եւ մեր շրջագայքում, թե ես ինչ շրջաբադի մեջ եմ, ինչ շրջաբադի մեջ եմ, ովքեր են իմ ընկերները։ Normal Հաղադասի 5:17-ի մեջ կսե Վասնզի մարմինը գցանգա հոգուտ եմ եւ հոգուն մարմնի հագարակ եւ ամեն մեկը կփորձե թե որը անդրե ով զորավոր է գահախտե մի խափիկ կսե չար ընկերակցությունը բարի վարկը գաբանը մա թվոց 11-ի մեջ որ ընթերցեցին ոնք գսե համարը շատ հատկանշական է եւ արժե ընդգծել գսե 5-րդ համարը Եգիպտոսի մեջ մեր ծրի գերած ցուգերը, վարունգները, սեխերը, պրասները, սոխու սխտորը գսե նայեցեք մտկերնիս գուքան մտկերնիս գուքան մտքիս մեջ են հինը մտքի արմադական փոփոխություն էր հարգավոր հին մտածելակերպից եւ անցյալի հիշողությունից դեռ եւս չէին ազատագրվել միտքը չափազանց կարևոր է ես գլինեմ այնպիսին ինչպիսին որ է իմ մտածելակերպը Անամարգսե ծեր մտքի նորոգությունով նորոգվեցեք
Պետրոս Արաքյալ ուրիշ տեղ գսե, ծեր մտքերը գսե, կոդեբնթեցեք։ Առաջին Պետրոս 1:13-ի մեջ նայեցեք Պետրոս Արաքյալը ինչ գսես մտքի համար։ Առաջին Պետրոս 1:13 գսե, ծեր մտքերը գսե, կոդեբնթեցեք, արթուն գեցած գադարելաբես հուսացեք այն շնորհքին, որ ցեզի պիտի դրվի Հիսուս Քրիստոսին հայտնվելու ադենը։ Ձեր մտքերը կոդեբնթեցեք։ Հոսքսե մեր միտքը գուկա հինը։ Մտքի փոփոխություն է հարգավոր դրա համար։ Երբ որ մենք ապաշխարություն բարը կքննարկենք հունարենով, հայերենով ապ աշխարհ է, աշխարհը եթարնալ, լավ բառ է, ընդիր բառ է, ապ աշխարհ է, աշխարհի ուղությամբ կերտայի, հիմա աշխարհի հագարակ կերտամ, ընդիր է, բայց հունարեն բառը, որը Սուրբ Հոգուց ներշնչված թարգմանություն է կամ քրություն է գսե, ապաշխարության բառին օգտագործե մետանոիսի, մետանոիտ է, Մետանոիսի, նու պար, նուն, միտ կնշանագե, միտ, մետանոիսի կնշանագե, մտքի արմադագան փոփոխություն, մետատրոֆի, մետաստրոֆի, մետանոիս է, մետան կնշանագե, հագարագություն, ուրեմն նու պարը գոկտա, մետանոիսի, ուրեմն ապաշխարությունը մտքի փոփոխությունը մտածելակերպս կփոխվի ինչպես պիտի փոխվի ասիկա Սուրբ Հոգին գնաժի բայց մեր միտքը կփոխվի սիրուներ եւ մեր միտքը կսնուցանենք այս կենթանի խոսքով մեր միտքերը կկոդեբնթենք Աստուծո խոսքով ինչքան Աստուծո խոսքը գիտեմ ես դեղյակ եմ սնուցվում է իմ միտքը Աստծո խոսքով, ըստ այնմ գդիրքորոշվեմ, իմ հայացքս, պերսպեկտիվս Աստուծո խոսքի միջոցով գետա ֆիլտր գլա։ Ուրեմն Իսրայել ժողովուրդը այս խնդիրը ուներ, կսե մեր միտքը գուկա։ Փոխանակ երկնային մանանան իրենց մտքի մեջ ունենային Մեղսալի Եգիպտոսի մարմնավոր ցանկությունները ու կա ծրի գուտեինք ապրեինք անորմար հաղորդության սեղանը որ գազը քալգիրագի պիտի ունենանք ամեն անգամ որ գսե որ այս հացը կամ քինիքը գսե հիշեցեք գսե զիս հիշեցեք գսե Հիսուս ձեր մտքերում երկնային մանանան միշտ թարմ թող մնա բայց ասիլալու համար պետք է երկնային մանանայից սնվեմ, սկիզբեն էր փանը Աստծո խոսքն էր, եւ փանը Աստված էր, եւ փանը մեր մեջ վրանանա, եւ փանը մարմին ակավ ու մեր մեջ վրանա բնակվեց։ Այս փանը պետք է ջաշակեմ ես։ Հիմա մարդ կորեն գշրաթադելով այս երևույթը շատ բնական կարող է թվալ։ Գիտեք, որով 450 տարիներ Եգիպտոսյան Իսրայել ժողովուրդը Եգիպտոսյան մշակույթի, Եգիպտոսյան լեզուն, սովորությունները, գենսավոճը ազդել էր իրենց վրա, գրեթե եգիպտացի էին դարձել։ Մեր վրա բերենք օրինակը։ Սպիրկում ապրող հայերս։ Արդեն մոտավորս 110 տարիներ է անցել 1915-ից մոտավորս 110 տարիներ են անցել եւ դեռ եւս մեր առօրյա խոսելավոճում թրքերեն բարեր են օգտագործում թրքական գերագարդեսակներ ենք պատրաստում մեր գերագուրների մեծ մասը թրքական գերագուրներ են իջնի köfte, çiğ köfte, çift Համով են։ Հայերեն բարերով թրքական երգեր ենք երգում, թրքական ֆիլմերն ենք նախընտրում, դիտել կան հայկական ֆիլմերը, մեր ցավոք հայհոյանքները թրքերեն են։
Ինչու, որովհետև մոտավորապես 2000 տարիներ հայ ժողովուրդը թրքական մշակույթում Հովանու ներքո ապրեցինք։ Սեպտեմբեր 21 1991-ին Հայաստանը անկախացավ Սովետ միությունից։ Դարիներ են անցել, 35 տարի, 34 տարին է մոտավորապես, բայց դեռ ևս ռուսերենն են օգտագործում Հայաստանում։ Մինչ օրս Հայաստանում բազում պետական կառույցներում, երբ որ թիմումնակրեր ես լրացնում կամ փաստաթղթեր, ռուսերենով է թիմումնակրերը։ Ես անցավ 24 տարի Հայաստան ապրել եմ եւ քրել եմ բոլոր պետական թիմումնակրերը ռուսերենով է եւ միշտ բայկարել եմ ասում ինչու՞ մար հայերեն չունենք այս անդերտուղտը։ Ռուսերեն է։ Ռուսերեն երգեր են երգում, ռուսական ջաշեր են երգում, բորշը շատ համով է արի ռեպեր, սմեդանով, բորշ, ռուսական է եւ շատ գերագր։ Մինչ օրս շատերս կոմունիստական դարիները այդ փարվոք եւ ջող կյանքի հետ են գշրում։ Կոմունիստական դարիների փարվոք եւ ջող կյանքի հետ են գշրում եւ համեմատում ներկա անկախությունն ու ազատագրումը եւ անընդհատ ստալինյան, մարքսիզյան իշխանությունն են հոլովում, իմ ասում եմ, ինչ լավ էր այդ ժամանակ, ման են գալիս ընտանիքներով արձագուրդի էին կնում, ինչ ուզում էին գարում, հիմա չկա։ Ստալինյան, կոմունիստական։ Հիմա նման մտածելակերպի փոփոխության համար դարիներ են հարկավոր։ Ժամանակ, չանք, աշխատանք, ներդնում, զոհողություն, սուրբ հոգվույն ներգործողություն եւ հարազատ իրական վերստին ծնունդ է հարկավոր, որ այս բոլորից մենք ցեպազատվենք։ Իհարկե Աստծո համար երբեք անագնգալ չէր այս երևույթը իր ժողովրդի։ Նա հասկանում էր իր ժողովրդի հոգեվիճակը եւ պատրաստական էր Աստված համբերությամբ, երկայն մտությամբ եւ սիրով, սիրով, Ահարոն անընդհատ ասում է, ինչու համար սիրո մասին չենք խոսում շատ, սեր, Աստուծո սեր, սիրով։ Եվ ամեն տեսակ միջոցներ ցերնարգելու պատրաստ էր, որպեսզի զիրենք այդ Եգիպտոսյան մտքից, հիշողությունից, ախորժակից արմատախրել։ Մովսես չդիմացավ, երբ որ Իսրայել ժողովուրդը սոխսխտորը զգր, ինչ արեց, բարգացավ, ով Աստված, ինչու համար ինձ ես ժողովուրդը դվիր, միտե ես հղացել եմ նրանց, կյանքս ար ու մեռնեմ ասավ, էլ չեմ դիմանում, գարտացեք, ինձ մերցուր ասավ, բավ եղավ, բոլ եղավ, վեճ բրծավիչ, I'm done with them. Աստված մոտեցավ Մովսեսին գսե, Մովսես, քեզ էլ հասկանում եմ, հիմա նա ինչ անենք, իմ ժողովուրդն են, իմ առաջնորդն ես, որ ես քեզ 70 հոգի ընդրի, քեզ օգնեն, 70 հոգի ընդրի, քեզ օգնեն, և գսե, Աստված գսե, 30 օր լորամարքիներ ուղարկեց երկնքից իր ժողովրդին ցանկությունը լրացնելու համար։ Տեր Աստված, այս ոնց, այս ժողովուրդը այս ցանկությամբ, այս ապստամբությամբ իրենց արդեն մանանան տալիս ես, մանանային զզվեր են եւ հիմա իմ ժողովուրդն են, հասկանում եմ, ես հասկանում եմ որտեղից են գալիս դրանք։ Եվ ավարտեմ սիրելիներ, ավարտեմ։ Իսրայել ժողովրդի նման մենք էլ շատ հաճախ կփորձվենք անցյալի բաներուն ցանկանալ։
Մեր մարմինը մեզ պիտի անցյալին տան, անցյալի հիշողություններ։ Գսկսինք ցանկանալ այն բաները, որոնցնի Աստված մեզ ազատագրել է։ Հին սովորություններ, աշխարհիկ մտածելակերպը շատ հաճախ դեր կգտնի, ախորժակներ։ Ես կհավատամ, որ ասոն լուծումը Պողոս Արաքյալ ստացավ եւ փոխանցեց մեզի։ Քաղաքացի 2:20-ի մեջ կսե Քրիստոսի հետ խաչ ելա։ Եվ ալ կենթանի եմ ոչ թե ես, որ ես խաչ ելա մերա, այլ Քրիստոս կենթանի է իմ նոր մարդուս մեջ։ Երբեք մի փոխարինի Հիսուսը ուրիշ բանի հետ։ Երբեք հավիտենական արժեքները ժամանակավորի հետ մի փոխարինի։ Երբեք անդեսանելին դեսանելի բաներով մի փոխարինի։ Երբեք հոգևորը մարմնավորի հետ մի փոխարինի։ Մենք Եգիպտոսի աշխարհի դուրս եկած ժողովուրդ ենք։ Էլ այդ բանակի ձայրերում մի մնա, դա ուրիշ նույթ է բանակի ձայրի եղողները, նրանք են ովքեր չուզեցին բանակի մեջ մեկ լինել, բանակի ձայրինները, որ գիսա մտածի մեջ են, վստահ չեն միանան բանակին թե ոչ, բանակին ձայրինները Աստված զարգավ։ Ղովդի գնոջ նման չլինենք, ով թեև Սոդոմ Գոմորից դուրս բերեցին, Աստված փրկությունը հայթայթեց, փրկակնեց, դուրս փրկության դարավ, բայց իր սրտի մեջ էր Սոդոմ եւ Գոմորը։ Մի հատ աչքի ծայրով նայեմ, ընդեղ էլ մնաց։ Հիսուսին ասե, ուր որ է ծեր քանցը, ծեր սիրտը հոմբիտը լա։ Խորաբես հավատում եմ սիրելներ, որ շատերս միգուցե պետք է խաչը Գողգոթան նորեն վերայցելենք, revisit the cross. Մեր ուխտերը պետք է նորոգենք։ Մեր հավատքը վերադեսության ենթարկենք։ Երկրորդ Կորինթացիս 13:5-ի մեջ գսե քննեցեք ձեր անձերը, արդյոք հավատքի մեջ եք, փորձեցեք ձեր անձերը։ Թե Քրիստոս Հիսուսի մեջ եք եւ անձեր մեջ է։ Եվ միգուցե այս է պատճառը, որ շատեր հավատքի կյանքի մեջ աճ չունեն։ Հոգևոր բդուղներ չկա կյանքիդ մեջ։ Որև Եգիպտոսի բաներին ես ցանկանում։ Առաջնահերթությունը քո կյանքում ոչ թե մանանան է, ոչ թե Քրիստոս է, ոչ թե Քրիստոսի եկեղեցին է, ոչ թե այս ընտանիքն է, այլ ուրիշ բաներն են առաջնահերթությունը։ Եկեղեցին, Քրիստոս, ավետարանը, գիտեք, ապշուն մի եղած է։ Եթե ժամանակ ունենամ, գուքամ եկեղեցի։ Եթե ժամանակ ունենամ, կգարտամ։ Եթե ուր ես դու, սիրելիս։ Ուր ես դու, Հովհաննես, դու ուր ես, ես քեզի համար է, հասկանում ես, քեզի համար է առաջին հերթին։ Are you running just with the flow? Հոսքի մեջ ես եւ գնում ես։ Եկեղեցի հաջախելը ավանդություն մնե, թե ոչ գենսավոր։ Զգուշ լինեմ, որ խառնիջաղանջ վիճակ չդիրե իմ հոգուս, մտքիս, սրտիս, միջավայրիս մեջ։ Հիսուսին գարչինք, նա ավելին է, քան մեն պետքերը։